Հարգելի հետևորդներ, այսօրվա մեր հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասանջալալյանը, որի մասին ես բազմիցս խոսել եմ, նշել եմ միշտ, որ պարոն Հասանջալալյանը Արցախի Հասան Ջալալյանների հետնորդն է եւ օրինական դա հաստատված է, որը մեր համար ուրախություն է։ Խնդրեմ, բարև ձեզ, պարոն Հասանջալալյան, քաղաքագետ, մի երկու բառով ներկայացրեք նախ ձեր հետնորդի պահը եւ մի հատ ներածություն արեք, հետո մենք կսկսենք խոսել, հարցերը պիտի լինի Արցախի անցյալի, ինչ եղավ, օրենքները եւ ներկայի անելիքի մասին։ Խնդրեմ, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Թադևոսյան, բարև ձեզ բոլոր նրանց, ովքեր միացել են մեզ այս պահին եւ ես ուրախ եմ այս վիրտուալ այսպես հանդիպման համար։ Շնորհակալ եմ այս այսպես հրավերի համար, այս հարթակում կրկնակի շնորհակալ եմ, ես առիթ ունեցել եմ ասելու, բայց հիմա այսպես վիրտուալ միջավայրում ուզում եմ սրա մասին շեշտել, ես շնորհակալ եմ ձեզ, որ դուք միշտ հետևողականորեն ձեր հրապարակային խոսքում անդրադարձել եք, ուրեմն ընդհանրապես անդրադառնում եք հայոց իշխանական, ազգականական տոհմերին, բայց մասնավորաբար տվյալ պարագայում Հասան Ջալալյաններին եւ նրանց գործունեությունը ներկայացնում եք պատեհ առիթի դեպքում այս կամ այն դրվագը, նրանց հայրենանվեր գործունեությունը, նաեւ այսպես հիշատակում, որ այն պետք է նաեւ լինի որպես օրինակ։ Մեծապես շնորհակալ եմ ձեզ եւ կրկնակի շնորհակալ եմ իմ նաեւ այսպես համեստ անձին անդրադառնալու համար։ Ինչ վերաբերում է իմ այսպես համառոտ ներկայացմանը, ես ասեմ, որ ծնվել եմ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրամբոն գյուղում 1983 թվականից անց մեր ընտանիքը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, այն ժամանակ Խորհրդային Հայաստան, ես մեծացել եմ Երևանում, այսպես սկսած մանկապարտեզից մինչև բուհ եւ այլն, դպրոց եւ այլն, անձնական դիմումից համաձայն ծառայել եմ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, որպես դասակի հրամանատար, ավարտել եմ Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը, այժմ աշխատում եմ տեխնացորական ատենախոսության վրա, հեղինակ եմ երկու գրքերի 140-ից ավելի գիտական վերլուծական հոդվածների, աշխատանքային գործունեության առումով ասեմ, որ ուրեմն մոտավորապես 10 տարի աշխատել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, այնուհետև տարի ու կես մոտ 2 տարի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում, դրանից 2 տարի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Կարծում եմ իմ մասին համառոտ այսքան։ Շնորհակալություն։ Հասան Ջալալյան, մինչև անցնել է հարցերին կարճ ասեմ, դուք աշխատել եք էթիկայի հանձնաժողովում եւ ազգային ժողովում։ Ո՞ր բաժնում եք նաեւ աշխատել բացի էթիկայից։ Այսինքն էթիկայի հանձնաժողովը ինքը առանձին մարմին է եղել, ինքնավար մարմին, այսինքն որը ոչ ազգային ժողովի, ոչ կառավարությանը, ուրեմն այսպես ենթակայություն որպես այդպեսին չի ունեցել, ինքը անկախ մարմին է համարվել, որը հետագայում օրենքի պահանջով պայմանավորված ինքը դարձել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Որ թվից որտիվն եք աշխատել, պարոն Հասանջալյան։ 2019-ից կարծեմ 21 թվականներին, եթե չեմ սխալվում։ Հիմա գուցե այդպես լավ չեմ, կամ 20-ից 21 կամ 19-ից 21 այդ մասը եղավ։ Շատ բարի, շնորհակալություն։ Կխնդրեմ, հետո հարց կտակ։ Պարոն Հասան Ջալալյանը շատ կոռեկտ բացատրող է ու հարցերին երկար չի պատասխանում, տիրապետելով գերազանց ամբողջ թեմային։ Մենք մի ֆիլմ ենք անել, ովքեր չեն տեսել մեր ֆիլմը, հայ մտքի գրողը պարոն Հասան Ջալալյանը ֆիլմի մեջ բավական բովանդակ օրենքներով փաստաթղթով ներկայացնում է Արցախի պահը, անցյալն ու ներկան։ Պարոն Հասան Ջալալյան, կխնդրեմ անդրադառնաք ոչ թե անցյալին, մենք բոլորս անցյալը գիտենք, անդրադառնաք սկսած գիտեք որտեղից։ Այն Ալմաթայի պայմանագիրը, որ դուք բացատրեցիք, ոնց է որ դա օրենքի ուժ չունի եւ այսօրվա ու ապագայի վիճակը ինչ պիտի անենք Արցախի համար։ Մենք գիտենք, սա ձեր կարծիքն է։ Մենք մեր կուսակցության կարծիք ունենք, խնդրեմ։ Գիտեք, Ալմաթայի ուրեմն դա հռչակագիր է եղել, որը ստորագրվել է
Խորհրդային Միության 15 հանրապետություններից 11-ի մասնակցությամբ Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթայում 91 թվականի դեկտեմբերի 21-ը ունի մեկ հիմնական այսպես ուղերձ կա այդ փաստաթղթի մեջ։ Որն է այդ ուղերձը։ Այդ ուղերձը հետևյալն է. Ալմաթայի հռչակագրի ստորագրմամբ այդ 11 միութենական հանրապետությունները ազդարարել են խորհրդային միության, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, ուրեմն դադարեցման մասին եւ անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին։ Սա է եղել Ալմաթայի հռչակագրի ստորագրման հիմնական ուղերձը, իսկ այն դրույթները, որտեղ այնտեղ արձանագրված են, ուրեմն փոխադարձ համագործակցության, փոխգործակցության կամ գոյություն ունեցող սահմանների հարգման, ճանաչման եւ այլնի մասին, սրանք բոլորը ունեն, այսպես ասեմ, հռչակագրային բնույթ եւ պատահական էլ չէ, որ այդ փաստաթուղթը հենց կոչվում է Ալմաթայի հռչակագիր։ Եվ այդպիսի հռչակագրային բնույթի դատողություններ կամ դրույթներ արձանագրված են բազմաթիվ միջազգային կառույցների այդ կառույցներին անդամակցության մասին փաստաթղթերում, օրինակ ԵԱՀԿ, Եվրամիություն, ԱՊՀ, ՀԱՊԿ եւ այլն, այսինքն նմանատիպ հռչակագրային դրույթներ այդպիսի կառույցների փաստաթղթերում արձանագրված են։ Ուրեմն ինչ վերաբերում է Արցախի առնչությամբ, երբ որ շեշտադրում են եւ նաեւ այսօրվա ուրեմն մոտեցումը այն է, ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի թե Ալմաթայի հռչակագրի ուրեմն համաձայն է, ուրեմն ըստ այդմ էլ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս եւ Նիկոլ Փաշինյանը այդ մասին հայտարարել է։ Ես ուզում եմ ասել, որ այդ առնչությամբ փաստաթղթի մեջ նախ Արցախի վերաբերյալ որևէ հիշատակում չկա, սա շատ կարևոր արձանագրում եմ համարում այդ փաստաթղթում։ Երկրորդը այնտեղ նշված է ուրեմն մի այսպիսի բան սահմանների վերաբերյալ։ Ես գրեթե բառացի մեջ բերում եմ այդ փաստաթղթից, որ ստորագրող ուրեմն կողմերը կամ պետությունները հարգում են գոյություն ունեցող սահմանները։ Այսինքն ինչ է նշանակում գոյություն ունեցող սահմաններ։ Սա պիտի այս ուրեմն ձևակերպումը վերլուծել։ Ինչ է նշանակում գոյություն ունեցող սահմաններ։ Դա նշանակում է, պարզ տրամաբանությունը հուշում է, որ դա նշանակում է, որ փաստաթղթի ստորագրման պահին գոյություն ունեցող սահմանները։ Այսինքն փաստաթուղթը ստորագրվել է դեկտեմբերի 21-ին։ Հիմա եկեք այսպես այդ մտովի վերադառնանք այդ օրերը եւ ներկայացնենք իրերի դրությունը դեկտեմբերի 21-ի դրությամբ 1991 թվականին։ Ուրեմն դեկտեմբերի 21-ին ինչ վիճակում էր Արցախը, հա, իր կարգավիճակը, այսպես ինչպիսին էր, որն էր դեկտեմբերի 21-ին Արցախի կարգավիճակը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 1991 Ինչպես 1991 թվականի 91 թվականի դեկտեմբերի 21-ի մասին է խոսքը։ Այո։ Ես ուզում եմ նախընթաց շրջանը ասել, որ 91 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ղեկավարվելով ԽՍՀՄ սահմանադրության 70-րդ եւ ԽՍՀՄ-ից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին ԽՍՀՄ 1900 ուրեմն 90 թվականի ապրիլի 3-ի օրենքի դրույթներով, մասնավորաբար այդ օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, որը ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն լուծելու իր պետական իրավական կարգավիճակի մասին հարցը, ԽՍՀՄ-ից Միութենական Հանրապետության դուրս գալու դեպքում, ուրեմն Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ընդունել է հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Լեռնային Ղարաբաղի լղիմի, նախկին լղիմի եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում։ Սա այսպես կարևոր փաստ։ Այսինքն ինչ է տեղի ունեցել դրանով։ Դրանով տեղի ունեցել հետեւյալը. Լեռնային Արցախը բարձրացրել է իր պետական իրավական կարգավիճակը ինքնավար մարզից դառնալով հանրապետություն։ Ավելի քան 3 ամիս անց 91 թվականի դեկտեմբերի 10-ին 40 անկախ դիտորդների ներկայությամբ ըստ որում դիտորդները ես ուզում եմ շատ կարևոր արձանագրում անեմ, այս մասին չի խոսվում, գրեթե չի խոսվում։ Ուրեմն դիտորդները եղել են հետևյալ պետություններից. Հայաստանի Հանրապետություն, ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Բուլղարիա եւ այլն։ Այսինքն
այսպես առաջադեմ պետություններից դիտորդներ են եղել եւ նրանք գտնվել են թե Ստեփանակերտում, թե գտնվել են շրջկենտրոններում եւ հետեւել են անկախության հանրաքվեին, որին մասնակցել է Արցախի ուրեմն արդեն հանրապետության քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը եւ դրա 99.89%-ը կողմ է քվեարկել Արցախի հանրապետության անկախության հռչակմանը։ Հիմա գանք դեկտեմբերի 21, դրանից 11 օր հետո ստորագրվել է Ալմատայի հռչակագիրը։ Այսինքն դեկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի հանրապետությունը եղել է դե ֆակտո ուրեմն 4 ամսվա գրեթե, իսկ դե յուրե 11 օրվա անկախ պետություն։ Եվ Ալմատայի հռչակագիրը կապել նրա հետ է Արցախը ճանաչվել է կամ պատկանում է Ադրբեջանին, ընդհանրապես տրամաբանական չէ, համոզիչ չէ եւ հիմնավոր չէ։ Եվ մյուս հանգամանքն էլ կա, որ ուրեմն դուք գիտեք, որ Ադրբեջանը, ներկայիս Ադրբեջանը իրեն հայտարարել է, ուրեմն 1918-ից 1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդը։ Դրա վերաբերյալ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը 1990 ուրեմն 1 թվականի օգոստոսի 30-ին ընդունել է հռչակագիր Ադրբեջանի հանրապետության պետական անկախության վերականգնման մասին։ Եվ նաև հոկտեմբերի 18-ին ընդունել է սահմանադրական ակտ նույն բովանդակությամբ, որտեղ շատ հստակ արձանագրված է, որ ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է ուրեմն 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված եւ մինչեւ 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ։ Իսկ այս հանրապետությունը այսպես էությամբ կամ ինչ այսպես գոյությամբ ինքը եղել է միջազգայինորեն չճանաչված հանրապետություն։ Սա որտեղից է հայտնի, ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդը ազգերի լիգան մերժել է Ադրբեջանի հայտը, որպեսզի Ադրբեջանը դառնա պետությունների միջազգային ընտանիքի անդամ։ Դրա վերաբերյալ այդ փաստաթղթերը իդեպ ասեմ, ես իմ երկրորդ մենագրությունը գրելու ընթացքում այդ հարցը հանգամանորեն պարզաբանելու նպատակով ես իմ նախաձեռնությամբ այսպես դիմել եմ Ժնևում պահվող ազգերի լիգայի արխիվին, որտեղից ստացել եմ այդ հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը եւ որոնք հրապարակել եմ իմ երկրորդ գրքի մեջ, ցույց տալով, որ 1918-ից 20 թվականների Ադրբեջանը, որը ունեցել է 23 ամիսների կյանք, ուրեմն միջազգայինորեն չճանաչված է եղել։ Ըստ որում սա այն պետությունն է, եթե կարելի է այսպես ձևակերպել, որի իրավահաջորդը ներկայիս Ադրբեջան։ Եվ դրա վերաբերյալ թուղթ կա չճանաչվածության վերաբերյալ ասեմ, որը հիմք է հանդիսացել, որ ազգերի լիգան չի ընդունել Ադրբեջանին, իր անդամ ազգերի լիգայի 5-րդ կոմիտեի եզրակացությունը, շատ ուշագրավ եզրակացություն է, որտեղ նշվում է, որ ուրեմն մենք չկարողացանք պարզել Ադրբեջանի ճշգրիտ սահմանները եւ այս հանգամանքով պայմանավորված մենք վերադարձնում ենք Ադրբեջանի դիմումը, ուրեմն եւ այսպես մերժվել է նրա անդամակցությունը պետությունների միջազգային ընտանիքում։ Շնորհակալություն։ Հասան Ջալալյան, միայն կարճ էլի։ Հիշում եմ, որ դուք նաև փաստաթղթեր ունեք հենց ադրբեջանական ՍՍՀ-ի մեր ֆիլմում ասեցիք։ Կարճ ասեք այդ մասը, ադրբեջանական ՍՍՀ-ի թերթերը, որ տպել են, որ իրենք ճանաչում են Արցախը Հայաստանի մաս։ Դուք այդ թերթերի տվյալները ձեր մոտ կար, չէ՞, Բաքվի որ թերթեր, եթե չեմ սխալվում։ Նույնիսկ խորհրդային միության ժամանակ։ Ուրեմն 1920 թվականի նոյեմբերի 29-ին խորհրդային կարգեր եւ այդ արդիվ խորհրդային Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի ուրեմն այսպես գլխավորությամբ շնորհավորական ուղերձ է հղում Հայաստանի կառավարությանը, հայ ժողովրդին եւ այլն, որ գիտեք մենք ուրեմն ողջունում ենք ձեր այդ որոշումը, որ դուք ուրեմն դարձել եք ձեր մոտ խորհրդային կարգեր են հաստատվել եւ հայտարարում է, որ այսօրվանից ուրեմն վերացված են համարվում բոլոր այսպես կոնֆլիկտները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջևանը համարվում են այսուհետ խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը։ Սա ուրեմն Նարիման Նարիմանովի այսպես ստորագրությամբ Ադրբեջանի հեղկոմի որոշում է,
Այս փաստաթուղթը տպագրվել է ուրեմն կոմունիստ թերթում, բացի դրանից հաջորդ օրը դեկտեմբերի 1-ին, այսինքն 1-2 օր անց Նարիման Նարիմանովը նաև մի հռչակագիր է, դեկլարացիա է հրապարակում իր իսկ ստորագրությամբ կոնկրետ իր մասին, բայց մի որոշակի չափով այսպես խմբագրում է կարելի ասել հեղկոմի որոշումը Ադրբեջանի, այն իմաստով, որ եթե հեղկոմի որոշման մեջ նշված էր, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջևանը պատկանում են կամ Ադրբեջանը ճանաչում է որպես ուրեմն խորհրդային Հայաստանի մաս, Նարիմանովի դեկտեմբերի 1-ի այս որոշման մեջ նշվում է, որ ավելի ճիշտ հռչակագրի մեջ նշվում է, որ իրեք Զանգեզուրը եւ Նախիջևանը այո պատկանում են խորհրդային Հայաստանին, բայց Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման, ուրեմն հեղկոմի ասեմ, որ որոշումը, որը նշեցի, որ նոյեմբերի 30-ին է ընդունվել, դա տպագրվել է ուրեմն կոմունիստ թերթում, ինչպես արդեն նշեցի, հայերեն թարգմանությամբ 1920 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում ես այդ փաստաթուղթը թերթում տպագրված բնօրինակ փաստաթուղթը գտել եմ Երևանյան արխիվում եւ հրապարակել իմ ուրեմն երկրորդ մենագրության մեջ։ Իսկ դեկտեմբերի 1-ի հռչակագիրը Նարիմանովի, որի մասին ես խոսեցի, դա տպագրվել է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու կոմունիստ թերթի 178-րդ համարում։ Դրա հիման վրա խորհրդային Հայաստանի ուրեմն նախարարների կոմիտեն, ավելի ժողովրդական կոմիսարների խորհուրդը, որը մեր օրյա տերմինաբանությամբ եթե ասենք, դա կառավարությունն է եղել, դրա նախագահը, այսինքն վարչապետ Ալեքսանդր Միասնիկյանը 1921 թվականի ուրեմն հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտարարել է, որ Ադրբեջանի սոցիալիստական խորհրդային հանրապետության հեղկոմի դեկլարացիայի եւ Հայաստանի ու Ադրբեջանի սոցիալիստական խորհրդային հանրապետությունների կառավարությունների միջև եղած համաձայնության հիման վրա հայտարարել է Լեռնային Ղարաբաղը որպես խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը։ Այս դեկրետը, Միասնիկյանի դեկրետը, հրապարակվել է Երևանում լույս տեսնող խորհրդային Հայաստան թերթի 1921 թվականի հունիսի 19-ի համարում։ Շատ զարմանալի է եւ այս առումով կարելի է հաճելիորեն զարմանալ, որ Միասնիկյանի դեկրետը ուրեմն հրապարակվել է նաեւ Բաքվում։ Բաքինսկի ռաբոչի ռուսալեզու թերթում հունիսի 22-ին, այսինքն երբ որ Միասնիկյանը այդ դեկրետը ստորագրել է հունիսի 12-ին, 10 օր անց Միասնիկյանի դեկրետը տպագրվել է նաեւ Բաքվում, Բաքինսկի ռաբոչի ռուսալեզու թերթում 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն եւ ուրեմն օսմաներեն։ Հիմա այստեղից էլ մի այսպես հետաքրական հարց, թե եթե Ադրբեջանը եւ ադրբեջաներեն լեզուն գոյություն են ունեցել 1921 թվականի դրությամբ, ապա ինչու է այդ դեկրետը հրապարակվել օսմաներեն լեզվով։ Իհարկե սա առանձին քննարկված հարց է, բայց շատ հետաքրքրական հարց է այս պարագայում։ Այսպիսով փաստորեն ուրեմն խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը ճանաչել է Լեռնային Արցախի պատկանելիությունը ուրեմն խորհրդային Հայաստանի։ Փաստորեն ինչ է, եթե ամփոփեմ 1-2 նախադասությամբ, ստացվում է հետևյալը։ Կոնկրետ երկու պետությունները, խորհրդային Ադրբեջանը եւ խորհրդային Հայաստանը, վեճ ունեին կոնկրետ տարածքի հետ կապված, եւ այդ վեճը հանգուցալուծելու նպատակով վեճի առարկայի վերաբերյալ տվյալ երկրների իշխանությամբ օժտված մարմինները ընդունել են իրավական ակտեր, եւ այդ իրավական ակտերը հրապարակվել են ժամանակի պաշտոնական մամուլում։ Մտածել, թե այդ ակտերը պատահաբար են մամուլում հայտնվել եւ այլն, սա շատ քիչ հավանական է։ Ինչու՞։ Որտեղ այն ժամանակ մեր օրերին նման տասնյակ կամ հարյուրավոր թերթեր չկային։ Կոմունիստ թերթներ եւ խորհրդային այսպես Հայաստան կամ խորհրդային Ադրբեջան թերթերն էին, սրանք էլ տվյալ իշխանությունների պաշտոնական օրգաններն էին։ Եվ յուրաքանչյուր հոդված, յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր միտք, որ հրապարակվում էր այդ թերթերում, դա հրապարակվում էր օրվա իշխանության ամենայն այսպես գիտությամբ եւ հավանությամբ։ Այսպիսով մենք կարող ենք ամփոփել, որ ուրեմն խորհրդային Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Արցախի պատկանելիությունը խորհրդային Հայաստանին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հեսա մի հարց եմ տալիս Ժորժ ջան, դուք պարոն տեսեք Հասան Ջալալյանը ինչ հակիրճ ու ճշգրիտ
պատասխանը 4 հարցնապատասխան 20 րոպեում, բրավո։ Պարոն Հասան Ջալալյան, հիմա մենք ասում ենք մեր օրերին, այս մանիպուլյացիան ըստ ձեզ ով սարքեց, ով էր մեղավորը, ոնց եղավ, ըստ ձեզ։ Սա ձեր անձնական կարծիքն է, ժողովուրդ ջան, դուք ընթացքում հարց կտաք։ Ոնց եղավ, որ մտան այս վիճակին, այսպես մանիպուլացրեցին եւ վերացրեցին։ Խնդրեմ։ Երբ որ դուք ասում եք, որ այս վիճակը եւ այս մանիպուլյացիան եւ այլն, ես ուզում եմ ինձ համար հարցը ճշգրտել, որպեսզի ձեր հարցին պատասխանեմ սպառիչ եւ ամբողջական։ Դուք ինչ նկատի ունեք, երբ որ ասում եք այս մանիպուլյացիան եւ այլն։ Որ այս մանիպուլյացիան ստեղծվեց սկսած 44-օրյա պատերազմից, սկսած քառօրյա պատերազմից եւ Նիկոլ Փաշինյանի վարած հակահայ քաղաքականությունից։ Չէ՞ որ բոլորը շարունակական կապեր ունեին։ Ես ճիշտ ասած ձեր հարցադրումը այսպես եմ հասկանում։ Դուք ուզում եք ասել, թե ինչպես եղավ, եթե ես ճիշտ ձևակերպեմ։ Այո, ձեր կարծիքի ինչի՞ց է ծաղկում։ Ինչի Արցախյան էստեբլիշմենտը, էլիտան Հայաստանի ոչ մեկ դեմ չգնաց այս հարցին, չէ՞ որ ունեն անսահմանափակ ռեսուրսներ։ Սա է, չէ՞ որ Արցախցի երկու ղեկավար են ունեցել Հայաստանում, երկուսն էլ 20 տարի նստել են, իրենց օրոք ա եղել Քարորյան, իրենց բերեցին Նիկոլ Փաշինյանին, որ նա էլ կատարեց սա։ Ինչի սենց ստացվեց։ Ինչի հենց Արցախի վրա գնաց ամբողջ այդ խաղադրույքը։ Ինչի։ Ամենատանջված, ամենահայկական, ամենապայքարող տեղի վրա։ Ինչու։ Չէ՞ որ ես պատմությունը ամեն օր նայում եք, երևի դուք տեսնում եք, ուրախանում եք, որ ներկայացնում եմ ոչ միայն Արցախ, այլև գյուղ, մարզ, իշխան, տուն իրար հետ։ Ինչ էր սա հետապնդում արցախցիների հանդեպ։ Ընդհանուր միասին խոսացված գործ, միամտություն, դավադրություն, հարկադրություն, թե նախախնամություն։ Դուք ինձանից լավ գիտեք, դուք քաղաքական գործ չեք։ Դուք քաղաքագետ եք։ Պարոն Թադևոսյան, ես ուզում եմ ձեր հարցը ինձ համար վերաձևակերպեմ, էլի այնուամենայնիվ էլի ձեր խոսքերից ինչ համար վերջնականապես հստակ չի լինում, բայց ես ուզում եմ ինձ համար հստակեցնել։ Ինչու կործանվեց Արցախը։ Ինչն էր պատճառը։ Ինչպես։ Ինչու կործանվեց Արցախը, ով էր պատճառը։ Ահա, շատ լավ, այ հիմա շատ հստակ եւ վերջնական ձևակերպեցիք։ Շատ լավ։ Բայց ես ձեր հարցին եթե այդպես է, ուրեմն մի փոքր ծավալուն կստացվի, բայց իմ ոչինչ, ժամը ձերն է։ Ես փորձելու եմ հնարավորինս համառոտ հիմնական թիրախներին անդրադառնալ։ Բայց ես մինչև այդ ուզում եմ մի նախաբանի խոսք ասել, որ իմ այս դուք շատ կարևոր հարց եք տալիս, վերին աստիճանի կարևոր, թե անցյալի տեսանկյունից, թե ներկայի եւ թե ապագայում մեր քայլերի ծրագրավորման եւ իրականացման առումով։ Եվ դրա համար ես ուզում եմ այդ հարցին պատասխանել շատ հիմնավոր, բայց կրկնում եմ, նախ եւ առաջ ես մի նախաբան պիտի ասեմ։ Ուրեմն այս հարցը պատասխանելու ընթացքում ես ասում եմ, կուզենամ ասել հետեւյալ նախաբանը։ Արտաքին քաղաքական կողմնորոշման առումով ես ռուսամետ չեմ, ամերիկամետ չեմ, եվրոպամետ չեմ, ես խոսել եմ եւ հանդես եմ գալիս այսօր էլ օկուպացված Արցախի հանրապետության եւ մասամբ օկուպացված Հայաստանի հանրապետության դիրքերից, ազգային պետական շահի սպասարկման դիրքերից։ Երկրորդ հարցը ներքաղաքական, այսպես հայացքների առումով ասեմ հետեւյալը, ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահների նկատմամբ չունեմ քաղաքական համակրանք։ Նիկոլ Փաշինյանի մասին ընդհանրապես որևէ այսպես ասելիք ավելորդ եմ համարում, այսինքն իմ համար մերժելի այսպես մարդ երկար, այն մարդը, այն հայ մարդը, որ կարող է իր լեզուն պտտվել եւ ասել, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, նրա ոտքերի տակ հողը պիտի այրվի ուղղակի։ Այդ մարդը, հայ մարդը չի կարող այդպես խոսել, այդպեսի միտք արտահայտել։ Սա ես կատեգորիկ կերպով բացառում եմ։ Ես ուզում եմ ինչու սա նախաբան ասեցի, ես ուզում եմ որպեսզի իմ խոսքի տակ մեզ լսողները, իմ պատասխանը լսողները որևէ ենթատեքստ անկարծ չփնտրեն։ Իմ խոսքի տակ ենթատեքստ չի լինելու։ Ես հիմա կոնկրետ այժմ ըստ էության պատասխանում եմ ձեր հարցին։ Ինչու հայտնվեց այս վիճակում Արցախը։ Ուրեմն Արցախի խնդիրը միջազգայնացվել է, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորումը միջազգայնացվել է 1992 թվականից սկսած։ Ուրեմն ԵՀԿ
Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունն է սկսել այս հարցով զբաղվել, ուշադրություն դարձնել եւ այլն, եւ ձևավորվել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը 11 անդամ պետությունների մասնակցությամբ եւ դրանցից ձևավորվեց ավելի նեղ խումբ, որպեսզի դա ինչու ձևավորվեց, որպեսզի բանակցությունները ավելի դյուրացնեն, ավելի այսպես օպերատիվ ձևով գործի եւ ձևավորվեց Մինսկի խմբի եռանախագահությունը, որի անդամներ էին ուրեմն Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը։ Հիմա տեսեք, Մինսկի խումբ, միջազգային կառույցները միջազգային կառույց, բայց շատ կարևոր է, թե ինչպիսի մոտեցում են որդեգրել մեր ուրեմն Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման մեջ ներգրավված, ըստ որում թե Արցախի հանրապետության եւ թե Հայաստանի հանրապետության պաշտոնատար անձի։ Ես ուզում եմ սկզբում խոսել, ներկայացնել ուրեմն Հայաստանի հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուրեմն մոտեցումը։ Այդ մարդը ինչ մոտեցում է ունեցել Արցախի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ։ Ուրեմն ես հանգամանորեն ուսումնասիրել եմ եւ նաեւ ասեմ, որ ես իմ խոսքում նշեցի, որ ես հիմա գտնվում եմ այսպես տեխնացուական ատենախոսության պատրաստման փուլում։ Ես իմ տեխնացուական ատենախոսության թեման Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման թեման է եւ ես հանգամանորեն ուսումնասիրում եմ կոնֆլիկտի ծագման, հետագա կարգավորման, նրա շուրջ տեղի ունեցող հետագա զարգացումների բոլոր այսպես փուլերը հնարավորությունները։ Տեսեք, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ հրապարակային միտք է արտահայտել դեռևս հենց 92 թվականին 92 թվականի մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել ռուսալեզու Կոմսոմոլսկայա Պրավդա թերթին, որտեղ մասնավորապես հայտարարել է հետևյալը, որպեսզի տարընթերցում տեղի չունենա, ես մեջբերելու եմ նրա խոսքը, ըստ որում մեջբերելու եմ բնագրով, русերենով։ Մեջբերում եմ. Хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны. Ведь при этом Карабах остается в составе Азербайджана. Территориальная целостность республики сохраняется, а карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнедеятельность. Вот наша позиция. Мы готовы ее обсуждать на любом уровне. Հայերեն թարգմանությունը մեջբերման հետևյալն է. Կարծում ենք, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը, այստեղ ըստ երևույթին նկատի է առնվում լղիմը նախկին, մնում է Ադրբեջանի կազմում։ Հանրապետության տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները իրենց հերթին ունենում են երաշխավորված կենսագործունեություն։ Ահա մեր դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք քննարկել այն ցանկացած մակարդակում։ Մեջբերման ավարտը։ Ինչ է պարզվում այս մեջբերումից։ Մեջբերումից պարզվում է առնվազն 3 բան։ Առաջին, 1992 թվականի մարտ ամսվա դրությամբ առաջին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին լղիմի, այսինքն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը համարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Երկրորդ, Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է եղել, որ նախկին լղիմի տարածքը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակում։ Եվ երրորդ, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, եթե նախկին լղիմի տարածքը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով, ապա այս դեպքում արցախցիները կունենան երաշխավորված կենսագործունեություն։ Հիմա տեսեք, սա Լևոն Տեր-Պետրոսյանի ուրեմն այսպես դիրքորոշումն է հիմնախնդրի կարգավորման առնչությամբ։ Իդեպ, ես ուզում եմ ասել, որ այս դիրքորոշումը Լևոն Տեր-Պետրոսյանը վերահաստատել է 97 թվականին Փարիզ կատարած աշխատանքային այցի ժամանակ, երբ որ նա հարցազրույց է տվել Le Monde թերթին եւ բովանդակային առումով նույն միտքը հնչեցրել այդ ուրեմն հարցազրույցի ժամանակ։ Հիմա այստեղից նաև պարզ է դառնում, թե ինչու 96 թվականի դեկտեմբերի 3-ից 5-ը, եթե չեմ սխալվում, Պորտուգալիայում տեղի ունեցած, Լիսաբոնում տեղի ունեցած ուրեմն
ԵՀԿ գագաթաժողովի ժամանակ, ուրեմն ԵՀԿ գործող այն ժամանակ նախագահը Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտի, երբ որ հայտարարել է, հրապարակել է հիմնախնդրի կարգավորման սկզբունքները, այնտեղ տեղ չեն գտել ազգերի ինքնորոշման սկզբունքը տեղ չի գտել եւ հայտարարվել է, որ հակամարտությունը պիտի կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Հիմա ես ուրեմն ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի ուշագրավ հարցազրույց։ Ուրեմն տեսեք, ես ժամանակագրորեն եւ այսպես փաստագրորեն եմ խոսում, խնդրում եմ սրան ուշադրություն դարձնել։ Տեսեք, 94 թվական 10 հունվարի Արցախի Հանրապետության վարչապետ եւ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Մամենտ Իստիննի ռուսալեզու հաղորդաշարին եւ մասնավորապես ասել հետեւյալը. մեջբերում եմ. մենք բազմիցս հայտարարել ենք եւ շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքները վերահսկում ենք զուտ ռազմական իմաստով եւ պատերազմի ավարտից թշնամական գործողությունները դադարելուց հետո այդ տարածքները վերադարձվելու են մեջբերման ավարտը։ Այս տեսակետը Ռոբերտ Քոչարյանը վերահաստատել է նաև որպես Հայաստանի Հանրապետության նախագահ 2006 թվականի սեպտեմբերի 28-ին Արաբական Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է. Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից։ Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի եւ Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները։ Ուրեմն մեջբերումներից Արզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը սկզբում որպես Արցախի Հանրապետության վարչապետ եւ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, այնուհետեւ որպես Հայաստանի նախագահ, համապատասխանաբար 94 թվականի հունվարին եւ 2006 թվականի սեպտեմբերին հրապարակային կերպով պատրաստակամություն է հայտնել պատմականորեն եւ իրավունքի ուժով Արցախին պատկանող ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին։ Սերժ Սարգսյանի մասին, ուրեմն 2001 թվականի կեսերին Հայաստանի ազգային ժողովում մասնակցելով Արցախ-Ադրբեջան հակամարտության կարգավորման թեմայով պարլամենտական լսումներին եւ պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, նա մասնավորապես հայտարարել է հետեւյալը, ըստ որում ասեմ, որ նա այդ ժամանակ զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ես 2001-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ ընդհանրապես 90-ական թվականներից։ Այլ այն ժամանակ, երբ մեր ջոկատներին համոզում էին, որ անհրաժեշտություն կա վերացնել շատ կրակակետեր, դրանց վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը։ Արցախի սահմանների եւ ազատագրված տարածքների վերաբերյալ հարցին տվել է հետեւյալ պատասխանը. Մեջբերում, ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում եւ մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային process է գնում ու դու փորձում ես դիմացի դիմարի տեղ տվել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում։ Ուրեմն սա իր խոսքից էր, հրապարակային խոսքից 2016 թվականին, նա ներողություն, 2010 թվականին արդեն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել 2010 թվականի մարտի 22-ին սիրիական Ալ-Վաթան թերթին, որտեղ մասնավորապես ասել է. Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունք իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը տապող միջանցքը։ Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին։ Այս մոտեցումը Սերժ Սարգսյանը վերահաստատել է նաև 2016 թվականի նոյեմբերի 17-ին Ռոսիա сегодня միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ։ Մեջբերում մենք հանդիպեցինք Վայնդորֆում եւ ստորագրեցինք փաստաթուղթ, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով։ Հետո բանակցային գործընթացը շարունակվեց եւ մենք մի քանի անգամ մոտ էինք այն փաստաթուղթը ստորագրելուն, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված են։ Այսինքն, հայկական կողմը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի։ Այն տարածքները, որոնք ադրբեջանցիները անվանում են բռնազավթված։
օգնում ենք տարածքները հեռանում։ Մեջբերումից պարզվում է, որ Հայաստանի երրորդ նախագահը նույնպես կողմ է արտահայտվել ազատագրված պատմականորեն եւ իրավունքի ուժով Արցախապատկան տարածքները Ադրբեջանին հանձնելու։ Հիմա ամփոփենք։ Բացասական առումով ինչ պատկեր ենք մենք ստանում։ Մենք ստանում ենք հետեւյալ պատկեր։ Հայաստանի առաջին նախագահը կողմ է եղել, որպեսզի ազատագրված պատմականորեն եւ իրավունքի ուժով Արցախին պատկանող տարածքները հանձնվեն Ադրբեջանին։ Իսկ նախկին լղիմի տարածքը ինքնավար հանրապետության կարգավիճակով գտնվի Ադրբեջանի կազմում։ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները կողմ են եղել, որպեսզի ազատագրված պատմականորեն եւ իրավունքի ուժով Արցախապատկան տարածքները հանձնվեն Ադրբեջանին։ Իսկ նախկին լղիմի տարածքի պետական իրավական կարգավիճակը որոշվի անորոշ ապագայում անցկացվելիք հանրաքվեում։ Հիմա տեսեք, ես ներկայացրեցի Հայաստանի նախկին նախագահների, ես չեմ կարծում թե Փաշինյանի տեսակետը ներկայացնելու կարիք կա, որտեղ շատ հասված է։ Այս երեք նախկին նախագահների տեսակետները, որ ես ներկայացրեցի, ես ուզում եմ հետևյալ նաև հարցադրում անել։ Դուք կոնկրետ դուք եւ նաեւ այն մարդը, ով այսպես այն մարդիկ, ովքեր հետևել են Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներին, կարող են վկայակոչել Ադրբեջանի որևէ ղեկավարի, որևէ ժամանակ արված որևէ հայտարարություն, որով նրանցից որևէ մեկը, այսինքն մասնավորապես կլինի Այազ Մութալիպովը, Աբուլֆազ Էլչիբեյը, Հեյդար Ալիևը կամ Իլհամ Ալիևը, որ հայտարարեն, օրինակ, Ադրբեջանը պատրաստ է այս կամ այն գրավված տարածքը վերադարձնել Արցախին։ Երկրորդ, Ադրբեջանը պատրաստ է քննարկել Արցախի անկախության ճանաչման հնարավորություն։ Ես որքան հետևել եմ եւ այսպես աչալրջորեն նրանց հայտարարություններին, նաեւ ուսումնասիրում եմ արխիվ անցյալը եւ այլն, երբևէ նման հայտարարություն, նման ակնարկ անգամ նրանց հրապարակային խոսքում չի եղել։ Ներողություն, ծավալապաշտական նկարտումների։ Ներողություն, պարոն Հասան Ջալալյան։ Ներողություն։ Ես հիշում եմ Հեյդար Ալիևի ելույթը կա, որ ասում է մոռացեք Արցախի մասին եւ սկսեք նոր պետության կերտումը, դա կա։ Միայն Հեյդար Ես դա շատ լավ հիշում եմ։ Հիմա ես ուզում եմ Հեյդար Ալիևի մասին ասեմ հետեւյալ։ Տեսեք, 98 թվականին 4 տարի առաջ, ընդամենը 4 տարի առաջ Ադրբեջանը պարտվել էր պատերազմում։ Բայց Հեյդար Ալիևը իր հրապարակային խոսքում հայտարարում է, որ մենք ունենք արևմտյան Ադրբեջան, որտեղ այսօր գոյություն ունի ուրեմն Հայաստանը, Երևանը եւ այլն։ Դրանք մեր հողերն են։ Այսինքն, տեսեք, ընդամենը 4 տարի էր անցել իրենց պատերազմի պարտությունից, իրենց առաջին պատերազմի պարտությունից։ Բայց այս մարդիկ հանդես են եկել ծավալապաշտական դիրքերից։ Այսինքն, այս մարդկանց խոսույթում, մեծ իմաստով, այս մարդկանց խոսույթում չի եղել որևէ բան զիջել, որևէ բան այսպես ընդառաջ գնալ հայկական կողմին, Արցախին։ Բայց մեր նախկին բոլոր նախագահների խոսքում սա կարմիր թելի նման անցել է։ Ցավը դրա մեջ է, որ երբ որ մենք եւ այս իմաստով մենք դժգոհում ենք միջազգային հանրությունից, միջազգային կառույցներից, չգիտեմ, Ամերիկայից, Ռուսաստանից, Եվրոպայից, թե ինչու չեն մեզ օգնել ժամանակին կամ օգնում։ Գիտեք, ընդհանրապես միջազգային կառույցները եւ նաեւ օտարերկրյա պետությունները այս հիմնախնդրի վերաբերյալ իրենց կարծիքը հիմնականում ոչ թե այսպես ապրիորի են ձևավորում, այլ կոնֆլիկտի կողմերին լսելուց նաև հետո են ձևավորում։ Եթե դու հրապարակային պատրաստակամություն ես հայտնում այդ տարածքները վերահանձնելու, էլ ինչի եք նեղանում, ինչի եք պատզվում, երբ որ միջազգային կառույցների փաստաթղթերում մեկ էլ հայտնվում են այդպիսի առաջարկներ, կամ այդպիսի որոշում է ընդունում, օրինակ քիչ առաջ ես հիշատակեցի Պորտուգալիայում դեկտեմբերի 5-ից 6-ը տեղի ունեցած գագաթաժողովի ԵԱՀԿ 96 թվականին, երբ որ ասվում է, որ խնդիրը պիտի կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Ինչու ենք մենք նեղանում։
Այսինքն մենք պատրաստակամություն ենք հայտնել, ասել ենք այդ տարածքները կտան։ Իմիջիանոց այդ տարածքների մասին ասեմ հետեւյալը։ Գիտեք որ դրանք այդ տարածքները, այսինքն այդ երբ որ մենք օգնում ենք ազատագրված տարածքներ, դրանք ի սկզբանե պիտի մտնեին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վարչական սահմանների մեջ։ Ինչու՞, որտեղից է սա հայտնի։ Բանն այն է, որ երբ որ 1921 թվականին հուլիսի 5-ին, թեև ապօրինի, անօրինական այդ որոշումը, այսպես չեմ էլ ուզում ասել, ընդունվել է որպես, որտեղ այդպիսի որոշում որպես այդպիսինը չի ընդունվել, որտեղ քննարկում եւ քվեարկություն որպես այդպիսինը չի եղել, բայց այդ որոշումը, որ արձանագրվել է թղթի վրա, այնտեղ գրված չի, որ ինքնավարությունը պիտի տարածվի Լեռնային Ղարաբաղի մի մասի վրա։ Այնտեղ նշված է, որ ինքնավարությունը տարածվում է աշխարհագրական միավոր Լեռնային Ղարաբաղի վրա ամբողջությամբ, այսինքն։ Իսկ ինչ են արել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը, ինչ է արել։ Խորհրդային Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեն, երբ որ 1923 թվականի հուլիսի 7-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ձևավորելու մասին դեկրետ, ինքնավարությունը տարածել է այդ ամբողջ Լեռնային Ղարաբաղ աշխարհագրական միավորի մի փոքր մասի վրա։ Նրանից դուրս թողնելով Շահումյանի, Քարվաճարի, Քաշաթաղի, Թաշունիքի, Կովսականի, Ջրականի, Վարանդայի, Ակնայի շրջանները։ Եվ այսինքն նշանակում է, որ այդ տարածքները, որոնք ես թվարկեցի, ի սկզբանե պիտի մտներ Լղիմի վարչական սահմանների մեջ, բայց Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը այդպես չի արել։ Դուրս է թողել այդ տարածքները մի տոմնավոր, ինքնավարությունը տարածել է Լեռնային Ղարաբաղի մի փոքր մասի վրա, իսկ մնացած տարածքները տարալուծել է Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ, տարածքի մեջ։ Չնայած 1923 թվականին հուլիսի 16-ին ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Խորհրդային Հայաստանի տարածքի միջև Կարմիր Քուրդիստանը նոր քրդական արհեստական մի գավառ, բայց 6 տարի անց 1929 թվականի ապրիլի 8-ին լուծարել է այդ Կարմիր Քուրդիստանը եւ այդտեղ ձևավորվել է Խորհրդային Ադրբեջանի 3 վարչատարածքային միավորները՝ Քարվաճարի, Լաչինի եւ Կուբատլուի։ Եվ այսպես Լեռնային Ղարաբաղը մաքուր պատմական, իրավական առումներով հայկական տարածք Արցախը, Լեռնային Արցախը հայտնվել է իր համար խորտ եւ օտար միջավայրում, ըստ որում բոլոր առումներով՝ աղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական եւ այլ հոգեվոր առումներով, բոլոր առումներով խորտ եւ օտար միջավայրում։ Եվ այդտեղ բռնությամբ պարտադրանքով մնացել մոտավորապես 70 տարի։ Եվ 91-ից 94 թվականների Ադրբեջան-Արցախ առաջի պատերազմի արդյունքում, երբ որ հայկական կողմը Արցախի պաշտպանության բանակը Հայաստանից մեկնած կամավորական ջոկատները ազատագրել են այդ տարածքները, նշած տարածքները, նրանք փաստորեն Արցախին են վերադարձրել իրավունքի ուժով Արցախին պատկանելիք տարածքները, ըստ որում տարածքների միայն մի մասը, որտեղ պատերազմից հետո 9% Արցախի հանրապետության տարածքի 9%-ը Հյուսիսում Շահումյանի շրջանը եւ Արևելքում Մարտակերտի եւ Մարտունու շրջանների որոշ հատվածները այնուամենայնիվ մնացին ադրբեջանական օկուպացիայի տակ։ Եվ ուրեմն այդ տարածքները պիտի մտնեին Լղիմի կազմի մեջ, բայց հիմա այդ տարածքները եւ ոչ թե հիմա էլ դա բանակցային ամբողջ այսպես process-ում դա դրանք սակարկման առարկա էին։ Մենք պիտի վերադարձնենք, ասում, ինչը վերադարձնենք։ Մեզ պատկանելիքը, այսինքն մենք մեզ պատկանելիքը մենք ինչպես վերադարձնենք։ Մենք դեռ տարածքներ ունենք ստանալիք, դրա մասին պիտի խոսենք։ Բայց չորեն հայկական բոլոր վարչակազմերը Հայաստանի Հանրապետության եւ նաեւ ինչու ոչ մինչեւ 96 թվականի հունվար ամիսը Արցախի Հանրապետության ուրեմն վարչակազմի պատասխանատուները դրանց վերջի շրջանում Արցախի Հանրապետության վարչակազմի ներկայացուցիչները արդեն դեմ էին հանդես գալիս, բայց ընդհանուր առմամբ այսպես է եղել մոտեցումը։ Հայաստանի ղեկավարության համենայնիվ մոտեցումը սա է եղել։ Տարածքները պիտի վերադարձնենք։ Սա անընդունելի եւ այլ հիմա վերադառնալով ձեր առաջ բարձրացված արտադրմանը, ինչու այս վիճակին հասանք, որովհետեւ մենք միշտ հանդես ենք եկել զիջողի, տվողի, այս դիքերից ենք հանդես եկել։ Եվ աշխարհը ասել է, եթե դուք պիտի պատրաստ եք, ըստ այդմ ձևակերպել է այն փաստաթղթերը, որոնք բանակցային առարկային, եւ այդ փաստաթղթերում արձանագրվել է, որ պիտի տարածքները վերադարձվի։ Ասենք մադրիդյան սկզբունքները, որ առանցքային հիմնական վերջին փաստաթղթը է, որ դրանից հետո բոլոր մնացյալ փաստաթղթերը դրանց տարբեր մոդիֆիկացիաներն են, բայց առանցքայինը դա մադրիդյան սկզբունքն է, որտեղ արձանագրված էր, որ տարածքները վերադարձվում է, իսկ Լղիմի կարգավիճակը թողնվում է անորոշ ապագայում անցկացվելիք հանրաքվեի հույսի։
Միշտեր մեկը չկար, որ հայտարարի կամ բանակցող հայտարարի, որ ինչ անորոշ ապագայի մասին է խոսքը։ Արցախի հայությունը վճռել է իր ճակատագիրը հանրաքվեյով։ Ցույց տվեք այդ հանրաքվեի թերությունը, անօրինականությունը։ Ինչու է այսպիսի հարցատուն չի հնչել։ Կամ տարածքների վերադարձ չի ասել, որ այդ տարածքները ի սկզբանե պիտի մտնեին լղինի մեջ ախր, չի եղել։ Անօրինական ուրեմն գործընթաց է տեղի ունեցել։ Շնորհակալություն, պարոն Հասան Ջալալյան, կխնդրեմ հարց տան Սարգսյան Արտակ, Անդրանիկ միկրոֆոնը փակի, Անդրանիկ։ Թութուն Անդրանիկ միկրոֆոնը փակի։ Շնորհակալություն։ Սարգսյան Արտակ հարց ունեք, խնդրեմ։ Հարգանքներս Գագիկ ջան, հարգանքներս պարոն Ստեփան Հասան Ջալալյան, շատ եմ լսել ձեր մասին Գագիկից, ուրախ եմ, որ այստեղ եք։ Հիմա հարց ունեմ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, հա։ Ասենք ինչ նկարագրեցիք հանցագործությունը, մոտիվը ո՞րն էր այդ հանցագործության, ասենք ինչի համար պետք էր այդ շարժումը սկսել, գրավել ու հետո հայտարարել, որ հետ պետք է տանք։ Ու ես մյուս հարցիս իրավունքը Գագիկ ջան ուզում եմ թողնել որպես մասնագետ Մարտիկ Յուրիչին, ես տեսնում եմ Մարտիկ Յուրիչը գծին է։ Այս մի հարցի ուղղակի կարծիք եմ հարցնում, ոչ թե ասենք այն ինչ որ դուք հիմա բարձրաձայնեցիք ու ես կխնդրեմ այդ հոդվածները ինձ ուղարկեք, ինչ որ բարձրաձայնեցիք, ես հանցագործություն եմ տեսնում։ Հիմա մոտիվը ո՞րն էր այդ հանցագործության, այդքան մարդ տանել, կռվել, ստեղծել Ղարաբաղ կոմիտեն ու հետո ասենք կես տարի հետո ասել մենք հանձնում ենք։ Շնորհակալություն ձեր հարցադրման համար։ Ուրեմն ես հենց պիտի Ղարաբաղ կոմիտեին անդրադառնայի, դուք շատ ճշգրիտ կերպով անդրադարձաք Ղարաբաղ կոմիտեին։ Ուրեմն Ղարաբաղ կոմիտեն բոլորիս է հայտնի, որ այդ մարմինը ձևավորվել էր Արցախի խնդիրը լուծելու համար, բայց իհարկե այս հարցը շատ քիչ է արձարծված, բայց իմ ձեռքտակ կան փաստական նյութեր այն մասին, որ Ղարաբաղ կոմիտեն, իրական Ղարաբաղ կոմիտեն, երբ որ ձևավորվել է, նրա ձևավորումից շատ կարճ ժամանակ անց այդ կոմիտեն որպես այդպիսին վերացել կամ հիմնական մեծ իմաստով կազմի մասով փոփոխվել է եւ նրա մեջ ներդրվել են խորհրդային ՊԱԿ-ի գործականներ, որոնք այդ շարժումը տարել են իրենց ուզած տոնով, իսկ ես ունեմ փաստական տվյալ, որ առնվազն 1977 թվականից որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիսացել է խորհրդային ՊԱԿ-ի ուրեմն կողմից հաշվառված եւ վերջնականապես իմ եզրահանգումը ուրեմն ներկայացնելու համար այս պահին կդժվարանամ, բայց ես չեմ բացառում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ Ղարաբաղ կոմիտեում ներդրվել է հենց հետագա ընթացքը տանելու այնպես, ինչպես որ ցանկանում էին եւ նաեւ այս առնչությամբ նաեւ մի հարցադրում երբևէ հարց առաջացել է եւ ինչու ես իմ հրապարակային խոսքում այս մասին ուրեմն ասել եմ, հայտարարել եմ, բայց այսպես լայն քննարկում այդ իմաստով ոչ անցյալում, ոչ էլ մեր օրերում դեռևս չեմ տեսնում, հարց առաջացել է թե այ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ Հայաստանի նախագահ։ Շատ հետաքրքրական հարցադրում է։ Առաջին հայացքից կարող է թվալ, իսկ ինչ կա այդտեղ։ Մարդը առաջադրվեց եւ ժողովուրդը ընտրեց։ Բայց հիմա ես այս առնչությամբ կուզենամ ասել հետեւյալը։ Խորհրդային Հայաստանի պետական կառավարման համակարգում կար Գերագույն խորհուրդ, այսինքն օրենսդիր մարմին, Գերագույն խորհրդի նախագահ, նախագահի տեղակալներ, կար նաեւ մինիստրների սովետ, կամ որը նույն կառավարությունն էր, կար մինիստրների սովետի նախագահ, նախագահի տեղակալներ եւ այլն։ Նա հարց լավ Հայաստանը անկախություն հռչակեց Հայաստանի պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում արդյոք չկար մարդ կամ չկային մարդիկ ովքեր կփորձեին կամ կարող էին ցանկություն ունեին առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար ես ենթադրում եմ որ կարող են եւ գիտեն Բայց ինչպես է պատահում, որ պետական կառավարման ոլորտի փորձ ունեցող մարդիկ չեն առաջադրվում եւ հանկարծ Հայաստանի նախագահի պաշտոնի համար առաջադրվում է պետական կառավարման ոլորտի փորձառություն չունեցող
Գիտ աշխատող Լևոն Տեր-Պետրոսյան։ Սա ինձ համար բավականին հետաքրքրական հարցադրում է, որովհետև եթե մենք փորձենք գտնել այս հարցի իրական պատասխանը, այս հարցի իրական պատասխանը մեզ կարող է տալ բազմաթիվ այլ փոխկապակցված հարցերի պատասխան։ Այսքան։ Շնորհակալություն Ես շնորհակալ եմ, հասկացած ես, կխնդրեմ այդ նյութերը, եթե հնարավոր կլինի Գագիկի միջոցով կամ ուղիղ ուղարկեք ինձ ու Գագիկ ջան, ես խնդրում եմ իմ մյուս հարցի իրավունքը տակ Մարտիկ Յուրիչին, ես տեսնում եմ նա գծում։ Խնդրեմ, պարոն Գասպարյան, խնդրեմ։ Բարև ձեզ, ուրախ եմ։ Գագիկ ջան, եւ ուրախ եմ նաեւ, ես առաջ անգամ եմ տեսնում, քանի որ ես դրսում եմ, այսպես ասած, ես կուզեի մի երկու հարցով ես մի մասը չեմ լսել, առաջի հարցը ես կուզեի իմանալ, ինչ շուշուտ իմանալ, որպեսզի կարողանամ հարցը ձևակերպել, ինչ ուղղությամբ է ձեր տեխնացուական թեզը։ Եվ որտեղ եք պաշտպանելու, կարճ, որտեղ երկար ես չեմ կարողանալու, այդ մեղքի իմն է, ես ներողություն եմ խնդրում, դրսում եմ ես։ Ուրեմն իմ ատելախոսության վերնագիրն է Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման հիմնախնդիրը Հարավային Կովկասի անվտանգության համատեքստում 1992 թվականից մինչև 2023 թվականը պաշտպանելու եմ ըստ ամենայնի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում։ Շնորհակալություն։ Իսկ ձեր կարծիքով ինչ արդյունք է տալու ձեր թեզը։ Կարճ։ Իմ թեզը դուք հիմա տեսեք բավականին ծավալուն պատասխան պահանջող հարց եք հնչեցնում, բայց ես փորձեմ կարճ ասել։ Արդյունքը հետևյալն է, ես այնտեղ ներկայացնում եմ ուրեմն հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները եւ նաեւ առաջին արդյունքը նախ այն է, որ մինչ օրս, այսինքն այս պայմաններում, երբ որ պետական մակարդակով մերժվում է ուրեմն Արցախի մասին որևէ խոսույթ, ես առաջադրել եմ այս թեզը, գիտական թեզը, եւ որքան գիտեմ գիտական այսպես հանրույթի շրջանակում այսպիսի աշխատանք անող այս պահին չկա։ Առաջին դա է, որ ես Արցախի հիմնախնդիրը այսպես թեժ եմ, փորձում եմ թեժ պահել, տաք պահել, եւ երկրորդը նա, որ ես այդ աշխատանքում առաջադրում եմ լուծման հնարավոր ուղիներ։ Լուծման հետաքրքիր է, լուծման հնարավոր ուղիները հետո մենք կխոսենք, հիմա այն ինչ որ հնարավոր է ես լսել եմ, ես ուզում եմ դրանց պատասխանները կարճ իմանամ։ Առաջինը Ալմատայի հանդիպումը, այդ ինչպես իրանք ձևակերպում են հայերեն, ես գուցե ճիշտ չձևակերպեմ, նախ այդտեղ խոսում է Ալմատայում գոյություն ունեցող սահմանները դա չի նշանակում խորհրդային միության սահմանները, որովհետև միութենական հանրապետությունները միջազգային իրավունքի սուբյեկտ չեն եղել։ Ներողություն, պարոն Գասպարյան, այդ հարցին պատասխանել է, վիդեոյում կտեսնեք։ Ես որը լսել եմ, նրանք եմ ասում, եթե կարելի է։ Շատ բարի, պարոն Գասպարյան, ներողություն։ Գոյություն ունեցող սահմանները դա խորհրդային միության ներսում գոյություն ունեցող սահմանները չեն։ Միջազգային իրավունքի սուբյեկտի համար առաջնահերթ համարվում է միջազգային իրավունքի միջազգային իրավունքով միջազգային հանրության կողմից գոյություն ունեցող սահմանները։ Եվ այնտեղ այդպիսի հարց չի եղել, եւ նաեւ Արցախի հարցը քննարկվել է, բայց Արցախի մասին տեղեկանքը փաստաթղթերի մեջ է, որ դուք տեղյակ եք բանում։ Հետո իջնենք 20-ական թվականները Նարիմանովի, Մյասնիկովի եւ այլը, այդ միութենական հանրապետությունները միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն եւ նրանք իրավունք չունեն լուծել ինչ որ միութենական հանրապետությունների սահմանների տարածքներ տալու չտալու հարցեր, ես չեմ խորանում։ Դրանք այդ նույն դրան տեղյակ են, դրանք պուբլիչնի ինչպես է գոչվում կան եւ դրա մասին Կովկաս բյուրոյի դրանք անօրինական են, ոչ անօրինական, բայց
դրանք քննարկելու նորություն չկա, լուծման ճանապարհներ չկա։ Այսօր Արցախի, Ադրբեջանի խնդիրների հիմնական հարցը դա Թուրքիայի հարցերն է, այստեղ Արցախի հարց չկա։ Հիմա հետո գալիս ենք այդպես խոսվում է Գիտեք, նման հարցերը ոչ թե գեղեցիկ լինելու, այլ միջազգային հանրության տարբեր հարթակներում նման հարցեր բարձրացում են, ասում եք Խորհրդային Միությունից դուրս է եկել Խորհրդային Միության օրենքներով եւ Շահումյանի ինքնավար մարզերի իրավունք ունեն դուրս գալու եւ Շահումյանի շրջանն էլ վերցրել դուրս է եկել։ Այդպիսի իրավունքի տեսակետից սրանք այդպիսի հարցերի նման մոտեցում չկա, որովհետև ԽՍՀՄ Գերագույն սովետի որոշումը չեղյալ է հայտարարել։ Մյուս պահը ես կուզեի ասել, ինչ վերաբերում է Հայաստանի նախագահների ասածները, եթե նման հարցերի լուծման ճանապարհները որոնում ենք, նախագահի ասածը առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ Դրանք բոլորը հակասում են Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին, Հայաստանի սահմանադրությանը, հիմնական օրենքին, իսկ եթե միջազգային իրավունքի սուբյեկտի սահմանադրական իրավունքով հենց առաջին դեմքը, որ պետք է ապահովի սահմանադրական իրավունքը խախտում է, իսկ սահմանադրական իրավունքով, եթե սահմանադրության մի կետը խախտում է, սահմանադրությունը գոյություն չունի, այսինքն մեր հանրապետությունը մինչև հիմա սահմանադրություն չունի, դա քաղաքացիական իրավունք չի, դա պատմություն չի, դա ինչ-որ պետության ղեկավարի նա իրավունք չունի նման բան ասելու եւ մենք ոչ մի մոտեցումներ չենք ունեցել սահմանադրական կարգը վերականգնելու Հայաստանում հարցերին մոտեցումներն եմ ես ցանկանայի ասել այստեղ ես կուզեի ասել նաև չճանաչված, չհռչակված, հռչակված, ճանաչված, բայց չճանաչված հարցերի մասին մենք ինքներս մեր ձեռքով իրավունք չունենք միջազգային իրավունքով հենց Մոնտեվիդեոյի կոնվենցիայով մենք իրավունք չունենք նույնիսկ չճանաչված պետությունը լուծարել Եթե մենք լուծման ճանապարհները գտնում ենք, այդ ուղղությունները ես ոչ թե ուսուցանելու, դրանք բոլորը հարցեր են։ Այդ հարցերի պատասխանները մենք պետք է ունենանք, որ այսօր կարողանանք լուծել այս առաջացած վակումը, որովհետև ինչ որ վերաբերվում է գոյություն ունեցող սահմաններին կամ անկախության ճանաչմանը կամ Ադրբեջանին ներկայումս Ադրբեջանը չի ճանաչում 20 թվականից մինչև 91 թվական կատարած բոլոր հանցագործությունները, որովհետև համարվում է Ադրբեջանի դեմոկրատական 18-20 թվականների չճանաչված պետությունները այնտեղ դուք նշեցիք սահմանների պետությունները, որ ճանաչում են սահմաններ չեն ճանաչվում պետություններ, որ այնտեղ մեջբերումներ արեցիք, լավ կլինի մնացած բաներն էլ այդպես միակողմանի մատուցելով ես ոչ թե քննադատում եմ, ես կուզեի, որ ավելի համակերպված ձևով այդ հարցերի նկատմամբ մոտեցումները տանել, որպես այսօր մեր հանրության մեր իրավունքը խախտվել է, մեր խախտված իրավունքով ստեղծվել են մի արանքում ասեցիք դուք եւ Թուրքիան եւ Հայաստանը որպես ռեզերվացիա, տեսեք ոչ մի կապ չունեցող եւ Արցախը եւ Արևմտյան այդ Կասպիա հասկացությունը բոլոր ադմինիստրացիաները դրանք լրիվ մեր ունեցվածքով ստեղծված եւ նրանք հիմնական հարցը որ այսօր դրանք փակվի, բանալիով փակվի ու գնացվի հարցերի լուծման ճանապարհը անվտանգության հարցը կամ մնալու հարցը հիմնականում կախված է սեփականության մեր իրավունքը մեր երկրում ապրելու եւ ունեցվածքի եւ մշակութային ժառանգության եւ դրա օրինական բերեխոդը անցումը նոր իրավունքի այդ նոր իրավունքը չկա մենք դրա համար պետք է ամբողջ կատարած աշխատանքները Կովկաս բյուրոյի Նարիմանովի Միասնիկովի դրանք զրոներ են նույնը նաև որ Թուրքիայում կուսակցությունները նամակներ հեռագրեր են ուղարկել եւ պետականության դերը շատ դժվար ձևով մասնագետները բարձրվել են լուծման ճանապարհները տվել ես կուզեի մոտեցումները հարցերի այդ ու նաև ատենա ով է ղեկավարը ձեր ներողություն եմ ես խնդրում Պարոն Գասպարյան, ի՞նչ է ձեզ հետաքրքրում հիմա
Ինձ հետաքրքրում է, որ հարցերին մոտենանք հենց այսօր դուք երևի առանձին խոսեք, պարոն Գասպարյան։ Գագիկյան, ինձ թվում է դու Մարտիկ Յուրիչին եւ պարոն Հասան Ջալալյանին կապես իրար հետ լավ օգտակար մեկը մյուսին։ Այո, երկուսն իրար լրացնող են, օգտակար են, ոչ թե քննադատություն են, չի։ Այո, ծրագիր, պարոն Գասպարյան։ Պարոն Գասպարյան, կխնդրեմ ներկանաք, որ պարոն Հասան Ջալալյանն էլ իմանա ում է դա խոսում։ Կարճ ներկայացեք, ես չեմ ուզում ներկայացնել, որտեղ ես որ ներկայացնեմ շատ երկար եմ ներկայացնել։ Չէ, դեպս չի։ Հա, երկուսը հիմա նամակ գրեք բան անենք, որ քննադատություն չընչի, ուղղակի բոլորս նույն բան ենք ուզում, բայց տարբեր ձևաչափերից։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան։ Ես ձեզ կարելի է մի բան, քանի Մարտիկ Յուրիչն էլ գծինա, պարոն Հասան Ջալալյան, ես լսեցի դուք ասեցիք թեզը Հարավային Կովկաս։ Ես ուզում եմ հասկանամ այդ Հարավային Կովկասը կեղծ տարածաշրջանը, ասենք ես գիտեմ հայկական լեռնաշխարհ, մենք Կովկաս էլ չենք, միգուցե ես շփոթում եմ, տեսեք ես մասնագետ չեմ, չկարծեք թե ես գիտնական եմ, մասնագետ եմ, քանի երկու գիտական հայրերը ստեղ են, մի հատ կուզենայի իմանալ, այդ Հարավային Կովկասը երբանից է առաջացել այդ թեզը, արդյոք դա կեղծ թեզ է, թե իրական է, արդյոք մենք Կովկասում ենք, Հայաստանը, արդյոք սա Կովկաս է կամ Ադրբեջանը, արդյոք սա Կովկաս է, թե դա Ռուսաստան, ես առաջի անգամ ճիշտ ասած հետևել եմ Ռուսաստանից եկած թեզ, ու ինձ թվացել է դա կեղծ է, ասենք, եթե ես խոսում եմ Հայաստանի մասին, ես հայկական լեռնաշխարհ եմ ասում, հիմա խնդրեմ երկուսիդ հարցը Մարտիկ Յուրիչ ու պարոն Հասան Ջալալյանին։ Կարճ ասեք, սա ինչ, օրինակ իմ համար այս է Կովկասը, խնդրեմ ձեր։ Տեսեք, միջազգային տերմինաբանություն կա աշխարհագրական մասերին, այդպես է կոչվում։ Հիմա եթե մենք հայկական հայերս ասում ենք հայկական լեռնաշխարհ կարող ենք ասել, բայց միջազգային անվանումներ կան տարածաշրջաններին, ամեն դեպս այդպես է, Հարավային Կովկասը հայտնի, բայց թե դրա ծագումը թե երբ է այդ անվանումը առաջացել եւ այլն, ես այդ հարցին դժվար եմ պատասխանել։ Հետ է ասում պարոն Հասան Ջալալյան, ես հետևել եմ, ասենք 19-րդ դարում, 20-րդ դարում ու ոչ միտեղ չեմ տեսել Հարավային Կովկաս տերմինը։ Միգուցե ես լավ մանեկող չեմ, ասենք Մարտիկ Յուրիչ, ձեր կարծիքը Հարավային Կովկաս կա։ Կարճ մնացածը հետո, որտեղ դրսում եմ ներողություն եմ խնդրում, հայկական բարձրավանդակ մինչև հասնում է Քուր Արաքս, այդ նախկին Քուր Արաքսյան քաղաքակրթական տարածքը։ Հարավային բոլորը պայմանավորված ռուսների եւ ռուսական գիտության եւ պատմագիտության հիման վրա ջիակնով եւ այլն։ Այդ մնակցածը հետո երևի։ Ես շարունակելու հարց բարձրացնելու կամ վիճելու հարց չկա, ես կուզեի հարցերի լուծումը կատարվեր, շատ հետաքրքիր է, որովհետև ներկայումս չեն ուսումնասիրում, չեն խորանում, բայց դրանք պետք է այդ բոլոր ֆակտորները, որոնք կան, այդ հարցերի մոտեցումը, որովհետև թուրքեր ունեն ցեղասպանագետ, ինստիտուցիոնալ մոտեցումներ, իսկ մեր մոտ պաշտպանում ենք, արդյունքը որն է, այդ դիսերտացիան վերցրեցին, ինչ օգտակար գործողության գործակից է տալու, դա ինչ է տալու մեզ, ես չեմ ասում Նիկոլի համար, հայ ժողովրդի համար ինչ նշանակություն, այդ խորհրդային ժամանակաշրջան իրանց մոտեցումներով, ստանդարտներով կառուցել հայագիտություն, դրանք ձեզ չի վերաբերում, ես ներողություն եմ խնդրում, բայց մոտեցումներին ես էլ կուզեի, օրինակ խորհրդային միության ժամանակ ես տնտեսագետ եմ, տեխնազոական պաշտպանելու համար, ես կռունկից եմ եղել, Ղարաբաղ կոմիտեում չեմ եղել, իսկ Ղարաբաղ կոմիտեի հարցերն էլ կա, դրա պատասխաններն էլ կարող եմ տալ, հիմա դրսում եմ ուղղակի, ասել են խորհրդային իշխանության, խորհրդային հանրային սեփականության հիման վրա, մինչև վերջ Ադոնցի մոտ ես չեմ պաշտպանել, հետո
պաշտպանել եմ արդեն ուրիշ ուղղությամբ, ես կխնդրեի, որ դուք հարցերին մոտեցումներ տանք, որպեսզի եւ ձեզ համար, եւ մեր հասարակության հայ ժողովրդի համար լինի շատ արդյունավետ եւ մենք կարողանանք մեր, այսպես ասած, հարցերի լուծումը ստանանք։ Բարի, շնորհակալություն։ Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն պարոն Հասան Ջալալյան։ Ուզենամ մի հատ արձագանքման Այո։ Հաղորդումը ձեր խնդրեմ։ Ուրեմն, տեսեք, դիտարկումներ արվեցին, իհարկե այս դիտարկումները սրանք աշխատանքային ռեժիմով պիտի քննարկել եւ այլն, բայց ես ասեմ հետեւյալը։ Ուրեմն երբ որ ես խոսում եմ խորհրդային Ադրբեջանի եւ խորհրդային Հայաստանի միջև ստորագրված կամ Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթղթերի մասին, ես ուզում եմ շատ կարևոր բան դա ասվեց, որ այդ ժամանակ խորհրդային միության միութենական հանրապետությունները չէին կարող նման բան անել։ Ես ուզում եմ տեղեկություն սա 1920 թվականին, 21 թվականին, այսինքն այն ժամանակ, երբ որ խորհրդային Ադրբեջանի գերագույն խորհրդային Ադրբեջանի հեղկոմը ընդունել է որոշումը, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է խորհրդային Հայաստանին, եւ 21 թվականի հունիսի 12-ին, երբ որ Ալեքսանդր Միասնիկյանը ընդունել է իր դեկրետը, դեռևս գոյություն չի ունեցել խորհրդային միություն։ Խորհրդային միությունը պաշտոնապես ձևավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ի պայմանագրով։ Սա մեկ, երկրորդ ասվեց, որ գերագույն խորհրդի որոշումը չեղյալ է հայտարարվել, եւ ինձ համար պարզ չէ, թե որոշման մասին է։ Պետությունների սահմանների մասին, երբ որ ես նշեցի, այո, ազգերի լիգայի 4-րդ եւ 5-րդ կոմիտեները արձանագրել են, որ Ադրբեջանի իր հարևան սահմանակից պետությունների հետ ունեցած տարածքային վեճերի պատճառով մենք Ադրբեջանի դիմումը չենք կարող ընդունել։ Սա որպես սահմանների մասում։ Մոնտեվիդեոյի կոնվենցիայի մասով ասել, ատենախոսության մեջ արձանագրվում են համապարփակ փորձում ենք հնարավորինս համապարփակ մոտեցում ցուցաբերել եւ Մոնտեվիդեոյի կոնվենցիայով ուրեմն որը ընդունվել է 1933 թվականի դեկտեմբերի 26-ին ամերիկյան 20 պետությունների կողմից, մասնավորապես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, այն ունի մի շատ կարևոր հոդված, որտեղ ասվում է, որ պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից, նույնիսկ ճանաչումից առաջ պետությունը իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը։ Եվ ասեմ նաև, որ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ազգային ժողովը վավերացրել է Մոնտեվիդեոյի կոնվենցիան։ Հիմա իմ առաջարկած լուծումներից մեկը հենց հենվում է Մոնտեվիդեոյի կոնվենցիայի վրա եւ մեջբերված հոդվածի վրա։ Մեջբերված հոդվածը ինչի մասին է? Այն մասին, որ նույնիսկ եթե պետությունը կարող է ցանկացած միջոցով, այդ թվում նաև ուժային եղանակով վերականգնել իր ամբողջականությունը, պաշտպանել իր ամբողջականությունը եւ անկախությունը։ Այս մասին ես իհարկե կարող եմ հավալվել, բայց այսպես այս ռեժիմով թերևս այսքանը այս հարցի անհրաժեշտություն ունի արդեն աշխատանքային կարգախոս։ Շնորհակալություն Հասան Ջալալյան, խնդրում եմ շնորհակալություն բոլորիդ։ Եթե հարց ունեք, տվեք պարոն Հասան Ջալալյանին։ Իմիջիալոց հաղորդումը պարոն Հասան Ջալալյանի հետ պայմանավորվել ենք, որ շատ երկար չի լինելու, մի կամ երկու հարց, խնդրեմ, կամ 3 մաքսիմում, խնդրեմ, ով ունի հարց։ Նույն մարդիկ չտան հարց։ Խնդրեմ, ունեք հարց։ Եթե չունեք հարց, հարգելինս, մենք կարող ենք փակել այսօրվա հաղորդումը, որտեղ ժամ 12 րոպե է։ Շնորհակալություն հայտնել մեր բոլոր հյուրերին։ Շնորհակալություն հայտնել մեր այսօրվա հյուրերին, որտեղ պարոն Հասան Ջալալյանը բավական նորմալ օրենքներով, սահմաններով ներկայացնում է։ Իսկ ցանկացած հարց շնորհակալություն ենք հայտնում նաև մեր հարգարժան պարոն Գասպարյան Մարտիկին։ Ցանկացած հարց միասին խոսելու, խորելու եւ դուրս գալու Հայաստանի ծանր իրավիճակից, այդ թվում նաև Արցախի ապագան, որը մենք միշտ ասում ենք, որ դեռ չի սկսվել, անձնական կարծիքն է, որովհետեւ շատ հարցերում ես ուրիշ ձև եմ մտածում ու մի քիչ ավելի ագրեսիվ եմ արտահայտվում, դուք կարող օրենքներով, ես ուրիշ ճանապարհ ունեմ, ինչևէ չխորանանք, Արցախի հարցը դեռ վերջացած, ով որ որոշումը վերջացած է, նա հայազգի համար մեկ թշնամին է, որտեղ Արցախը ոչ միայն իմ համար Լեռնային Ղարաբաղն է կամ Լեռնային Արցախն է, իմ համար Արցախը դաշտային Արցախն է, Փայտակարանի, մնացած Կարթավի եւ մնացած մասերը, սա Արցախը
ուտիքը հասնում է մինչև ծով, Փայտակարանի հարավային մասը մինչև ծով եւ այսպես իմ գծած Հայաստանը 618,000-ը, իսկ պայքարը միշտ շարունակվելու է, ոնց որ ամեն օրվա ամեն վայրկյանի թթվածին շնչելը, որ դու չես մտածում, որ շնչես, որ ապրես, դու ավտոմատ ես անում։ Նույնն է լինելու է Հայաստանի ամբողջ պատմությունը։ Դրա համար վերջին աղոտ ես միշտ ուղում եմ այսպես, որովհետև ես սա վերցրել եմ, այո, մենք բաներ ունենք ջութներից վերցրելու։ 2000 տարի կենաց էին խմում մահ ամալեկներին, ի նկատի ունենալով հայերին չնայած ամալեկները չկան, եւ կենաց են խմում հաջորդ տարին Իսրայելում կամ Երուսաղեմում։ Դրա համար մենք ասում ենք, Աստված թող արժանին պատժի, մենք մահ բառը չենք ասում, որտեղ պատիժն ուրիշ է։ Հայաստանի ներքին ու արտաքին թշնամիներին Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Բագարանում եւ Կանձակում, Մուշում, Վանում, Սասունում, Կիլիկրայում եւ Պորսում։ Ամեն։ Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն պարոն Հասան Ջալալյան, շատ լավ եւ իրական զրույցի համար, որովհետեւ ճիշտ իրական զրույցն է, ոչ թե պայմանավորված հարցերը, որ ունենց հարց չտան, հանգարց պարոն Հասան Ջալալյանը չշփոթվի։ Սա իրական զրույց է, ամբողջությամբ աղա կգնա եթե։ Ստեսություն բոլորիդ։ Ես ուզում եմ վերջում հրաժեշտի իմ ասել, կրկին անգամ պարոն Թադևոսյան, շնորհակալ եմ ձեզ այս հրավերի համար, հետաքրքիր, այսպես սոլիդ զրույցի քննարկման համար եւ շնորհակալ եմ նաեւ հարցադրումներ հնչեցրած մեր հայրենակիցներին։ Շնորհակալություն։ Ստեսություն ձեզ բարի գիշեր։